Հիշեցնեմ, որ հունիսի 1-ին ազգային ժողովը գումարելու է արտահերթ նիստ ու քննարկելու է հենց հետ պետականացման հարցը։ Հավանաբար Սամվել Կարապետյանը կզրկվի այդ կապիտալից ու կնշանակվի պետական կառավարում, ինչպես նշեց Փաշինյանը։ Սակայն, ազնիվ լինենք, իրապես կան բազմաթիվ դժգոհություններ հեցի աշխատանքի վերաբերյալ։ Այլ հարց է, որ այդ դժգոհությունները նոր չեն։ Փաշինյանը այդ դժգոհությունները հանկարծ սկսեց նկատել ճիշտ այն բանից հետո, երբ Կարապետյանը մայրաթորի դիմաց իր ձևերով միջամտելու հայտարարությունը արեց։ Փաշինյանը ճիշտ է, երբ ասում է, հարցը քննարկել է քաղաքական մակարդակով, բայց ինչ մակարդակով պիտի քննարկեին։ Եթե կառավարությունը շատ ավելի հետևողական լիներ ու շատ ավելի լուրջ վերաբերվեր էլեկտրաէներգիայի հետ կապված պարբերական խնդիրներին, ապա հեցի պետականացման մասին խոսեր կառավարության այն նիստի ժամանակ, երբ լույսերը անջատվեցին ուղիղ եթերում նիստի ժամանակ։ Ես առաջարկում վերհիշել տեսարանը։ Գույքը վերադարձվել է Հայաստանի Հանրապետությանը, պիտի ընդգծեմ, որ սա այն ինչի մասին է նոր պարոն Սամոսյան ձեզ ասում էի։